Մեր այսօրվա բանախոսության խնդիրն է ներկայացնել, թե ինչպես են հնագետներն աշխատում հնագիտական հուշարձանների հետ եւ ինչ ինֆորմացիա են եւ ինչպես են այդ ինֆորմացիան վերցնում հուշարձաններից եւ ինչպես են դրանք մեկնաբանում։ Փորձելու ենք այսօրվա մեր բանախոսության ընթացքում խոսել մեթոդաբանության մասին եւ մեթոդաբանությունից դուրս բերել ավելի կոնկրետ հարցադրումների հետազոտություններ։ Եթե ընթացքում նշումներ հարցեր կունենաք, կարող ենք նույնիսկ այդ եղանակով աշխատել։ Ուրեմն, երբ մենք խոսում ենք բանախոսության վերնագիրը, ոնց հասկացանք, ինչ եւ ինչպես են պատմում հնագիտական հուշարձանները Հայաստանի բրոնզեդարյան սոցիալական կազմի մասին։ Այստեղ անհրաժեշտ է բացել երկու կարևոր սահմանում, որպեսզի հասկանալի լինի ինչի մասին է խոսքը։ Առաջինը ինչ է հնագիտական հուշարձանը։ Հնագիտական հուշարձանները անցյալից մնացած մարդկային գործունեության այն մնացորդներն են, որոնց միջոցով մենք կարողանում ենք հետազոտություններ կատարել եւ դրանք փաստագրվում են տարբեր եղանակներով։ Հնագիտական հուշարձանները որպես կանոն ստորադասվում են ճարտարապետական հուշարձանների, ճարտարապետական մնացորդներով հուշարձանների, դրանք ամրոցներն են, դամբարաններն են, շինարարական այլ մնացորդներն են, եկեղեցիներ միջնադարյան շրջանում, ջրանցքներ, ոռոգման համակարգեր, խաչքարեր, մենհիրներ, կոթողներ եւ այլն, եւ կան հուշարձանների արդեն նեղ իմաստով բացատրություն, որը արդեն գույքն է։ Դամբարաններից հայտնաբերված գույքը, ամրոցների բնակատեղիների պեղումներով հայտնաբերված գույքը եւ այլն։ Այսինքն հնագիտական հուշարձանները իրենց բնույթով մարդու հնագույն անցյալի կենսագործունեության տարբեր ոլորտները ցույց տվող մնացորդներն են, նյութականացված մնացորդներն են, որոնք հնարավոր է փաստագրել հնագիտական պեղումների միջոցով։ Հնագիտական հուշարձանները Հայաստանի Հանրապետության տարածքում եւ աշխարհում ունեն պահպանվածության տարբեր աստիճաններ։ Եվ ելնելով արդեն բնական միջավայրից հուշարձանները մեզ են հասնում տարբեր պահպանվածության վիճակներով եւ ըստ այդմ ստորադասվում է հուշարձանների երկու եղանակ, երկու ձև, բաց համալիրներ եւ փակ համալիրներ։ Հիմա այդ կարեւոր է այս մի քանի տերմինաբանությունը հասկանալու համար դրանցից սոցիալական հարցերի դուրսբերման process-ը։ Բաց համալիրները հնագիտական այն հուշարձաններն են, որոնք իրենց ստեղծման օգտագործման ավարտից հետո կրկին վերաօգտագործվել են եւ մեզ են հասնում արդեն բազմակի օգտագործված առաջնային տեսքը խաթարված վիճակով։ Օրինակ, երբ մենք հետազոտում ենք բրոնզեդարյան դամբարան, որը մեկ անգամյա ակտով է կատարվել այստեղ թաղում, դա փակ համալիր է համարվում։ Բայց երբ այդ դամբարանի մեջ մի քանի անգամ արդեն կատարվել է վերաթաղում, դամբարան օգտագործվել է այլ նպատակով եւ այլն, դա դառնում է բաց համալիր եւ այստեղ պահպանված ինֆորմացիան արդեն վերակազմելի է։ Իսկ փակ համալիրներում պահպանված ինֆորմացիաները հնագիտական պեղումների ընթացքով բացվող, դրանք մեկ պահի պատմություն են, մեկ գործողության ավարտական փուլի վերաբերող պատմությունն է։ Ուրեմն հնագիտական հուշարձանների ընձեռած տվյալները բազմասպեկտր են։ Հնարագիտական հուշարձանները, ամրոցներ, դամբարաններ, բրոնզեդարյան ժամանակաշրջանի հետ կապված բնակատեղիներ, կոթողներ եւ այլն, պատմում են այդ հասարակության ճարտարապետական ձեռքբերումների, հոգեվոր պատկերացումների, նյութական մշակույթի, նյութական մնացորդների, տեխնիկական, տեխնոլոգիական գիտելիքների մասին։ Սակայն ինչ կապ ունի հնագիտական հուշարձանը եւ սոցիալական կառուցվածքը, ինչ է նախ սոցիալական կառուցվածքը, սոցիալական լանդշաֆտը։ Սոցիալական լանդշաֆտը հասարակության մեջ գործող այն տարերի փոխգործուն միջավայրն է, որոնք միմյանց հետ կապված են գործառութային տարատեսակ ասպեկտներով։ Սոցիալական լանդշաֆտը, ինչպես եւ բնական լանդշաֆտը, որոնք ունեն տարբեր բարձրություններ, տարբեր մակարդակներ, սոցիալական լանդշաֆտում նույնպես ձևավորվում են տարբեր գործառույթներով օժտված մարդիկ, տարբեր գործառույթներով օժտված խմբեր, տարբեր վարքականon ունեցող խմբեր, որոնք պատասխանատու են հասարակության մեջ այս կամ այն կարիքները հոգալու գործառույթներ իրականացնելու համար։ Եվ այդ հանրագումարը ձևավորում է սոցիալական լանդշաֆտ հասկացությունը։ Ուրեմն հնագիտական հուշարձանների եղանակով, հնագիտական հուշարձանների պեղման եղանակով հնարավոր է
վերականգնել այդ բրոնզեդարյան ժամանակաշրջանի սոցիալական լանդշաֆտը մի քանի մեթոդների օգտագործմամբ։ Տեսեք, երբ մենք առաջին անգամ հնագիտությունը սկսում է զարգանալ որպես գիտություն, առաջնային խնդիր էր դառնում հայտնաբերված հնագիտական առարկաների հետազոտությունը, դրանց զուգահեռների պարզաբանումը, ժամանակագրության խնդիրները եւ նմանատիպ առաջնային հասկանալի հարցերի քննարկումը, որից հետո արդեն անհրաժեշտ է կատարել այդ նյութական մնացորդները ստեղծող հասարակության արժևորման, այդ հասարակության վերհանման, գործառույթների պարզաբանման հետազոտությունները եւ բրոնզեդարյան հուշարձանների հետազոտության սոցիալական կազմի հետազոտության համար կիրառվում է մեր կողմից օրինակ վիճակագրական ձևաբանեցման մեթոդաբանությունը, մեթոդ, որը իրենից ներկայացնում է հետևյալ գործոնները։ Տեսեք, երբ մենք խոսում ենք հասարակության մասին, հասարակությունը կենտանի օրգանիզմ է, որտեղ անհատական մակարդակից կա ընդհուպ մինչև խմբային ընդհանրությունների մակարդակ։ Եվ եթե մենք խոսում ենք արդեն մեզանից 4000 տարի ապրած հասարակության մասին, այստեղ կարևոր է հասկանալ, թե մենք գործ ենք ունենալու անհատական դրսևորման հետ, գործ ենք ունենալու մի համայնքին բնորոշ իրողության գործունեության հետ, թե տարածաշրջանին բնորոշ իրողությունների հետ, որն էլ ձևավորում է արդեն այդ մշակութային ընդհանրությունը։ Ուստի երբ մենք փորձում ենք բրոնզեդարյան հնագիտության համար, բրոնզեդարյան Հայաստանի սոցիալական կազմի համար հետազոտել հուշարձանները, դրանք առաջին հերթին տամբարանային հուշարձաններն են, որովհետև տամբարանային հուշարձանները հասարակության հայելային անդրադարձն են եւ շնորհիվ իրենց ճարտարապետական մանրամասների, թաղման ծեսերում կատարված գործողությունների, զոհաբերությունների, ուղեկցող գույքի, ինչպես նաեւ հենց թաղված անհատի մարտաբանական մնացորդների հետազոտությունների, ՏՆՏ հետազոտությունների եւ այլ հետազոտությունների համադրմամբ վերհանել այդ հատկանիշները։ Ուրեմն ինչպես է կատարվում այդ հետազոտությունը։ Հայաստանում եւ տարածաշրջանում մեծ թիվ են պեղված համալիրների մեջ մեծ թիվ են կազմում հենց տամբարանային համալիրները։ Դրանք համատարած են Հայաստանի աշխարհագրական տարբեր գոտիներում, Արագածի լանջերին դրանք տամբարանները հազարավորներ են, Գեղարքունիքի մարզում հազարավոր տամբարաններ են հետազոտված, առաջին հենց հնագիտական հետազոտությունները Հայաստանում սկսվել է տամբարանների հետազոտությամբ դեռևս 19-րդ դարի վերջին, ուստի մեր ձեռքի տակ կա կուտակված ահռելի քանակությամբ սկզբնաղբյուր, եւ այդ սկզբնաղբյուրների հետազոտությունը դառնում է հիմա առաջնային հետազոտություն։ Դրանք գումարվում են նաեւ ամրոցների պեղումները, ամրոցների բնակատեղիների եւ լանդշաֆտային միջավայրերի վերականգնման խնդիրները։ Ուրեմն երբ մենք հետազոտում ենք վիճակագրական մեթոդով, նշանակում է մենք պետք է սահմանենք ընտրույթ, ինչ քանակությամբ մինիմալ տամբարանները կարող են հանդես գալ մեկ համայնքին մասին պատմող առավել ինֆորմատիվ սահմանը։ Այդպիսի սահման ընդունված է համարել 30 տամբարանի առկայությունը եւ այնքան որքան որ հնարավոր է եղել պեղել։ Բայց պետք է մի բան հաշվի առնել, որ մենք երբ մեծ թվով պեղված համալիրների մասին գործ ունենք, այդ համալիրներում հատկանիշի կրկնվելու հավանականությունը արդեն մեծանում է եւ մենք արդեն գործ ենք ունենալու համընդհանուր հատկանիշների առկայության մասին։ Հիմա երբ կազմվում է տվյալների շտեմարան, տամբարանային միավորների եղանակով, սոցիալական կազմի վերհանման նպատակով, տեղի ունենում հետևյալը։ Տամբարանը ինքը արարողության գործողությունների հնագիտացված մնացորդ է եւ հնագետը այդ կառույցը տեսնում է գործողության վերջնական պահի մնացորդի տեսքով եւ մենք սկսում ենք պեղումների միջոցով վերակազմել գործողությունների հակառակ հաջորդականությունը մինչեւ թաղման առաջին գործողությունը, որը արել են հենց բրոնզեդարյան մարդիկ։ Եվ այդ process-ի մանրամասն նկարագրությունը դառնում է հնագետի տամբարանային մշակույթի հետազոտության պարագայում փաստագրման գլխավոր հանձնարարականը։ Եվ այդ հատկանիշները՝ տամբարանի չափը, տամբարանի քարերի քանակը, խցի ուղղությունը, խցի կառուցվածքը, տամբարանախցում տեղադրված անհատի ուղղությունը, անհատի ձեռքերի ծալման աստիճանները, դրա հետ անհատի հետ թաղված ուղեկցող գույքը եւ այլ մանրամասների փաստագրումը
տալիս է այդ դամբարանի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն։ Դրանից հետո սկսվում է այդ հայտնաբերված առարկաների արդեն կամերալ հետազոտությունը, խեցանոթների պարունակության, մարդու հայտնաբերված մարդու սեռատարիկային հատկանիշների հետազոտության եւ այլ մանրամասների տեսքով։ Այնուհետև, երբ կազմվում է նկարագրման այդ փաթեթը յուրաքանչյուր մեկ միավոր դամբարանի համար, այդ տվյալները մուտքագրվում են արդեն տվյալների շտեմարան եւ երբ տվյալների շտեմարանում մի դամբարանադաշտից մուտքագրվում է անհրաժեշտ քանակությամբ խմբականակ եւ նմանատիպ եղանակով արդեն որոշվում է Հայաստանի տարբեր մարզերից պեղված հուշարձանների տվյալների ամբողջությունը, մենք ունենում ենք հետեւյալ պատկերը, ստացվում է հետեւյալ պատկերը։ Ստացվում է, որ մեկ դամբարանի նկարագրման համար Հայաստանի բրոնզեդարյան դամբարանների նկարագրման համար առանձնացվում է մոտավորապես 600 հատկանիշ բնութագրիչներ, որոնք բնորոշում են այդ մշակույթի, այդ սոցիալական լանդշաֆտի այս կամ այն ասպեկտները։ Եվ երբ վերջնական հետազոտության արժևորման ժամանակ, արդեն ծրագրային արժևորման ժամանակ մենք հանձնարարում ենք հետազոտել ծրագրին տալ դուրս բերել օրինակ թաղման անհատի սեռի եւ դամբարանի խցի հարաբերակցությունը, խցի ուղղության հարաբերակցությունը, արդյոք դամբարանի խցի ուղղությունը, թաղման խցի ուղղությունը պայմանավորված է եղել մահացածի սեռով կամ տարիքով։ Երբ տվյալների վիճակագրական հետազոտությունը ցույց է տալիս արդեն տվյալների կոնկրետ օրինաչափություն, նշանակում է, որ այո, այդ հատկանիշը, որ արական սեռի ներկայացուցիչները թաղվել են աջ կողքի վրա, իգական կանայք թաղվել են ձախ կողքի վրա, ոչ թե համայնքային պատահական սկզբունք է, այլ համահայաստանյան, Հայաստանի ժամանակակից սահմաններով իրողության բրոնզեդարյան օրինաչափություն։ Երբ մենք հանձնարարում ենք հետազոտել, ենթադրենք տարիքային հատկանիշը զենքի առկայության հետ, սկզբնապես հարցադրում է առաջանում, արդյոք զինակիր են եղել բրոնզեդարյան բոլոր տղամարդիկ։ Եթե այդ հարցադրումը վիճակագրական տվյալների միջոցով ենք անում, ապա պատկերը ստացվում է, որ զինակիր տղամարդկանց քանակը համայնքի մեջ եղել է շատ փոքր եւ դրանք եղել են 25-ից 35 տարեկան տղամարդկանց խումբը։ Հիմա այստեղից նմանատիպ վիճակագրական մեթոդներով հարցադրումների պարզաբանումը մեզ տալիս է հնարավորություն ավելի կոնկրետացնելու մեր պատկերացումները եւ դուրս գալու պատահականության այդ տիրույթից եւ խոսել արդեն օրինաչափությունների մասին։ Երբ ստանում ենք այդ վիճակագրական մշակված տվյալները, ստեղծվում է անցնում ենք հաջորդ քայլին։ Առանձնացվում են այն հատկանիշներ, որոնք բնորոշ են, ենթադրենք X համայնքի, օրինակ վերցնենք Արտիկի տարածաշրջանում Լեռնակերտի համայնքը։ Լեռնակերտի դամբարանադաշտի բրոնզեդարյան համայնքին վերցնում ենք հատկանիշներ, որոնք միավորվում են արդեն, ենթադրենք Շիրակի մարզի սահմաններում եւ տեսնում ենք հատկանիշներ, որոնք բնորոշ են ամբողջ Հայաստանի Հանրապետության տարածքում պեղված հուշարձաններին։ Ուրեմն այս եղանակով ամենայն դեպս միայն դամբարանների տվյալներով վերականգնվում է սոցիալական լանդշաֆտի այդ թաղման ծեսին առնչվող հարցերը։ Սակայն երբ խոսում ենք սոցիալական լանդշաֆտի վերականգնման մասին, թաղման ծեսի ինձեռած տվյալները դեռևս քիչ են։ Սրան պետք է գումարվի արդեն հասարակության սեռատարիկային հատկանիշները, հասարակության մահացության հատկանիշները, որոնք արդեն տվյալների մշակմանը օգնում են մեր մարդաբան գործընկերները, որից հետո գումարվում է ամրոցների կազմավորման պրոցեսների մասին մեր տեղեկատվությունը եւ այդ տվյալների համադրմամբ փորձվում է կատարել որոշակի մեկնաբանություն։ Հիմա խոսենք կոնկրետ օրինակով։ Երբ քննարկում ենք օրինակ բրոնզեդարյան Լեռնակերտի, որը մեր հետազոտական հուշարձաններից մեկն է, երբ խոսում ենք այդ հուշարձանի մասին, թաղման ծեսի տվյալներով վերականգնվում է հետևյալ պատկերը, որ համայնքում ապրել են մինչև 45-50 տարեկան բնակչություն, չի եղել խիստ սեռային բաշխվածություն դամբարանների կառուցվածքի ձևերի միջև, այսինքն եթե այլ դամբարանադաշտում, Լճաշենի դամբարանադաշտում
կա հստակ տարբերակվածություն մանկական թաղումների եւ դամբարանի կառուցվածքի ձևի մեջ, մեծահասակի թաղման եւ դամբարանի կառուցվածքի մեջ, Լեռնակերտի դամբարանադաշտում այդ տարբերությունները չի նկատվում։ Եթե մենք խոսում ենք Լեռնակերտի դամբարանադաշտում առանձնաշնորհյալ կարգավիճակ ունեցող, այսինքն արդեն բարդ հասարակությունների մասին ենք մենք խոսում, կարգավիճակ ունեցող մարդկանց արտահայտման, թաղման արտահայտման եղանակի մասին, դա բնորոշ է լինում միայն այդ դամբարանադաշտին եւ նույնական չի լինում Հայաստանի համաժամանակյա այլ հուշարձաններին։ Ինչու՞։ Տեսեք, առանձնաշնորհյալության մասին խոսելիս սոցիալական լանդշաֆտի կարևորագույն տարրն է, մենք գործ ունենք բարդ հասարակությունների հետ, կոմպլեքսային հասարակությունների հետ, որոնք ուրեմն բնորոշվում են գործառութային տարբեր խմբերով, վարքագծային տարբեր հատկանիշներով օժտված մարդկանց հետ։ Դրանք արհեստավորներն են, դրանք քրմերն են, դրանք առևտրականներն են, դրանք այն մարդիկ են, որոնք հասարակության այս կամ այն ասպեկտն են կազմակերպում, շամաններն են, շամանային գործառույթներով օժտված, այսպես ասենք, եւ այլն, եւ այդ հատկանիշները կարող են նույնական լինել, կարող են նույնական չլինել իրար հարևան համայնքների միջև։ Եվ այդ տվյալները համադրվում են ամրոցներից ստացված տվյալների եւ դամբարաններից ստացված տվյալների միջոցով։ Ուրեմն, երբ Լեռնակերտի դամբարանադաշտի սոցիալական վերակարգության համակարգի մասին ենք խոսում, այստեղ մենք չենք տեսնի այն հատկանիշները, որոնք առկա են Լճաշենում, որոնք առկա են Լոռի Բերդում, որոնք առկա են Մեծամորում եւ այլ համաժամանակյա հուշարձաններում։ Մենք խոսում ենք, ես երևի բացթողում արեցի, մենք խոսում ենք մեր թվականությունից առաջ երկրորդ հազարամյակի մասին իր ամբողջ ընդգրկմամբ, սակայն մասնավորապես 15-13-րդ դարերի, որը ուշ բրոնզե տարի ժամանակաշրջանն է իրենից ներկայացնում։ Ուրեմն սոցիալական վերակարգության մասին խոսելիս, որը սոցիալական լանդշաֆտի կարևոր տեսանելի հատվածն է եւ հեշտ փաստագրելի, այսպես ասենք, ստանում ենք հետևյալ պատկերը։ Համայնքի ներսում առանձնանում է մարդկանց որոշակի խումբ, որոնք օժտված են լինում իշխանության այս կամ այն ասպեկտներով, դրանք վարչական իշխանությունն է, ռազմական իշխանությունն է, քրմական, առևտրական, տնտեսական իշխանությունն է, եւ այդ իշխանությունները իշխանության դրսևորման եւ հնագիտական արտահայտչամիջոցները յուրաքանչյուր համայնքի համար յուրատեսակ է, սակայն այդ հատկանիշները ունեն որոշակի ընդհանրություններ միմյանց հետ։ Տեսեք, մի համայնքը կարող է ունենալ մեծ քանակությամբ ռեսուրս, վերցնենք Լճաշենի համայնքը կամ Մեծամորի համայնքը, բրոնզեդարյան իմաստով, որը ունի մեծ քանակությամբ ռեսուրս, կառավարում է առևտրական ճանապարհը, հսկում է որոշակի մետաղի ելքերին, մետաղի առևտրով է զբաղվում, մետաղի արտահանում, բրդի առևտրով է զբաղվել համենայն դեպս, իսկ մեկ այլ ուրիշ համայնք եղել է անասնապահական համայնք, որը չի եղել առևտրական ճանապարհի վրա, չի ունեցել ռեսուրսների կառավարման այն հնարավորությունները, ինչ կենտրոնական բնակատեղիները, եւ այդ համայնքի սոցիալական վերակարգության համակարգը տարբերվում է այն համայնքներից, որոնք որ ունեցել են ավելի մեծ ռեսուրսների հնարավորություն։ Սակայն ըստ այդ վիճակագրական տվյալների, երբ մենք փաստագրում ենք, սոցիալական առանձնահատկությունները այդ վերակարգության համակարգում դրսևորվում են յուրաքանչյուր համայնքում ելնելով այդ համայնքի ունեցած ռեսուրսներից։ Ենթադրենք Լճաշենի, Լոռի Բերդի, Հայաստանի տարածքում Մեծամորի, Վերին Նավերի նման բրոնզեդարյան կենտրոնները առաջնորդները թաղվել են փոխադրամիջոցների վրա, ունեցել են իրենց հետ մեծ քանակությամբ մետաղից իրեր, ոսկուց, բրոնզից եւ այլ տեսակի թանկարժեք իրեր, եւ կան համայնքներ համաժամանակյա, ելի մեծ մասշտաբներով պեղված, որտեղ չեն նկատվում այդ նույն հատկանիշները, սակայն նկատվում են նորից դամբարաններ, որոնք իրենց կառուցվածքով չափերով տարբերվում են համայնքի արդեն գոյություն ունեցած պեղված մյուս համալիրներից։ Այսինքն առանձնաշնորհելիության հատկանիշը ոչ միայն կարող է լինել ընդհանուր բոլորի համար առաջնորդների կարգերի, սայլերի տեսակով թաղումները, այլ նաև թե մեկ համայնքի ունեցած ռեսուրսների սահմաններում ինչքան
ռեսուրս է կուտակվել մեկ դամբարանի կառուցման մեջ, ինչքան շատ մարդ է մասնակցել այդ քիչ ռեսուրս ունեցող համայնքի առաջնորդի թաղման կառուցման process-ում, եւ դա արդեն իսկ դառնում է առանձնաշնորհյալության լոկալ հատկանիշ։ Եթե համընդհանուր հատկանիշը դառնում է փոխադրամիջոցի օգտագործումը Հայաստանի բրոնզեդարյան սոցիալական լանդշաֆտի վերակազմության մեջ, ապա լոկալ հատկանիշը ենթադրենք դառնում է առաջնորդի էլիտայի թաղումների մեջ, դառնում է դրենք մեծ դամբանաբլուրի արխայությունը, որովհետև դամբարանաբլուրը ինքնին կառուցում է ենթադրում էր մեծ քանակությամբ աշխատուժի կենտրոնացում, համայնքի ամբողջ ֆիզիկական ռեսուրսի կենտրոնացում դեռևս հավանաբար առաջնորդի կենտանության օրոք եւ այդ ասպեկտը արդեն բացահայտում է համայնքի առանձնաշնորհյալության լոկալ մակարդակում։ Ուրեմն ինչ այլ հատկանիշներով ենք մենք շարժվում սոցիալական վերակազմությունը անելուց ամրոցների բնակատեղիների հետազոտության պարագայում։ Ամրոցների բրոնզեդարյան ամրոցները իրենք սկսում են ձևավորվել մեր թվականությունից առաջ մոտավորապես 14-13-րդ դարերից եւ այդ ամրոցների արխայությունը սկսում է պայմանավորվել հասարակության ներսում տեղի ունեցած փոփոխություններով։ Կար արդյոք անհրաժեշտություն անասնապահական երկրագործական այն վաղ համայնքներին, որոնք ունեին պաշտպանվելու նպատակ, անհրաժեշտություն կառուցել նման մեծ շինարարական մանրամասներով կառույցներ։ Իհարկե ոչ, եւ ամրոցների առաջացումը պայմանավորված է համայնքի ներսում տարածաշրջանում տեղի ունեցող փոփոխություններով, որը արդեն պատասխան ազդակ էր տեղի ունեցող գործողություններին։ Եվ այդ ամրոցների պաշտպանված բնակատեղիների պարսպապատով եզրագծված սահմանի գաղափարի առաջացումը արդեն հասարակության ներսում տեղի ունեցող սոցիալական խորացումների, շերտավորումների հետ պայմանավորված գործընթաց է, որովհետև ամրոցների առաջացման եւ դրանց առաջին վաղագույն ամրոցների քարտեզագրման պարագայում մենք տեսնում ենք, որ դրանք առաջանում են Արագածի լանջերին, դրանք առաջանում են Սևանա լճի ավազանում, դրանք առաջանում են Արարատյան դաշտը եզերող բլուրների գագաթներին, Արարատյան դաշտի կենտրոնում մեծամորի տեսքով եւ այսինքն բոլոր հնարավոր միջավայրերում, որտեղ կենսագործունեության համար հարմար կենսապայմաններ են եղել, այդ հատվածում 14-13-րդ դարերում սկսում են ձևավորվել արդեն պաշտպանված ամրոց բնակատեղիներ եւ այդ ամրոց բնակատեղիների կառուցումը նույնպես ենթադրում է մեծ թվով աշխատուժի կենտրոնացում։ Հիմա տեսեք, եթե այցելել եք Հայաստանի բրոնզ երկաթդարյան որևէ հուշարձան ամրոց, կտեսնեք, որ դա մեծ մասամբ թափված քարերի, մեծ ժայռաբեկորներով կառուցված պատերի ճարտարապետություն է։ Եվ այդ ճարտարապետությունը ինքնին արդեն իսկ ենթադրում է, որ ներգրաված է եղել մեծ քանակությամբ մարդուժ։ Հնարավոր է արդյոք համայնքը իր սեփական ցանկությամբ, իր սեփական նախաձեռնությամբ առանց ուղղահայաց ճնշման ապարատի առկայության կատարել նման շինարարական միջամտություն։ Ոչ։ Նման մեծ ամրոցների բնակատեղիների կառուցումը վաղ փուլերում այդ ուշ բրոնզի ժամանակաշրջանում արդեն իսկ ենթադրում է ուղղահայաց ճնշման ապարատի գոյության մասին, որը վաղագույն պետական կազմավորումներն են։ Այսինքն սոցիալական լանդշաֆտի հետազոտությունը ամրոցների առկայության պարագայում արդեն իսկ ցույց է տալիս, որ մենք գործ ունենք այնպիսի ցեղային կազմավորումների հետ, որոնք ունեին իրենց կենտրոնները, որոնց կենտրոնները եղել են բազմամարդ ուրբանիստական կենտրոններ, ընդարձակ դամբարանադաշտերով, եւ որտեղ գոյություն է ունեցել այդ իշխանության դրսևորումները այս կամ այն մակարդակի հասնող ռեսուրսների օգտագործմամբ։ Ուրեմն սոցիալական լանդշաֆտի հետազոտման պարագայում բրոնզեդարյան ամրոցները, երկաթդարյան ամրոցները տվյալներ են հաղորդում նաև միջնաբերդերի տեսքով։ Միջնաբերդերը ամրոցներում առանձնացված, պարսպապատված եւ փոքր-ինչ ավելի բարձրադիր վայրերում գտնվող շինություններ են, որը ենթադրում է համայնքի էլիտայի այդ հատվածում առանձնացման process։ Եվ երբ
բարեբախտություն ենք ունենում հետազոտել մի հուշարձան, որը բաղկացած է ամրոցից, բնակատեղիից եւ տամբարանադաշտից, այսինքն կոմպակտ մի հուշարձան, որտեղ արկա է եւ Միջնաբերդ, եւ թաղումներում արկա են էլիտար տամբարաններ, մենք հնարավորություն ենք ունենում համեմատելու այդ ամրոցների ընձեռած տվյալները եւ տամբարանների ընձեռած տվյալները։ Կոնկրետացնենք։ Ուրեմն վերցնելով դեռևս խորհրդային տարիներից պեղված եւ հետխորհրդային Հայաստանի անկախության շրջանում պեղված Լճաշենի տամբարանադաշտը ամրոց բնակատեղիով, որը Հայաստանի եւ տարածաշրջանի ամենակարևոր հուշարձաններից մեկն է, տեսնում ենք հետեւյալ պատկերը, որ ամրոցը բաղկացած է 6 միջնաբերդից, ցանկապատված է մոտավորապես 5 կիլոմետր ձգվող պարսպով եւ յուրաքանչյուր միջնաբերդ ունի ամրոցում տեսնում եք առանձնացված այդ միջնաբերդերը իրենց շուրջ տարածվող բնակատեղիներով։ Այս ամրոցի շուրջ տարածվում է տամբարանադաշտ, որտեղ միայն պեղված համալիրների քանակը հասնում է մոտ 600-ի, որտեղ այդ 600 տամբարաններից մոտավորապես 400-ը վերաբերվում են ուշ բրոնզեդարյան ժամանակաշրջանին եւ որոնց մեջ էլ մոտավորապես 20-ը վերագրվում են համայնքի առանձնաշնորհյալ էլիտար մարդկանց թաղումներին։ Հենց որ այս կարևոր տեղեկատվություն տալիս եք, ուզում եմ կորելացիա անել աշխարհի հետ կամ տարածաշրջանի հետ։ Դուք ասացիք, որ կա տնտեսական ասպեկտ, սոցիալական ասպեկտ, ռազմական ասպեկտ, բայց նաև կա մշակութային, չէ՞, ասպեկտը, օրինակ, ինչու են որոշում, որ հենց Դամբարանում այդ ձևաչափով, այդ ֆորմատով են թաղումները իրականացվել։ Այսինքն ինքը շատ խոր մշակութային ասպեկտներ ունի։ Ինձ ուղղակի հետաքրքիր է հենց բրոնզե դարաշրջանը, եթե վերցնենք, շատ քիչ երկրներ կան, չէ՞, որտեղ ոնց որ բրոնզե դարաշրջան այդպիսի տենց advanced, հա, զարգացած ինչ-որ ասպեկտներ կգտնես, ուրբանիստական, քաղաքական ինչ-որ պրոցեսների, մանավանդ որ հիերարխիա է ստեղծվում։ Օրինակ, ոնց որ մեր տարածաշրջանում կամ չգիտեմ Եգիպտոսի հետ կամ ուրիշ տեղերով կորելացիան այդ մշակութային ասպեկտները ինչքանով են իրար նման ու հայտնի է թե ինչ ճանապարհներով է այդ մշակութային ասպեկտները փոխանցվել։ Եթե այս ռամասին խոսալու եք, կարող եմ սպասել, եթե չէ, ուղղակի շատ հետաքրքիր է հենց այդ մշակութային բանը, այդ տարածաշրջան, այդ ժամանակաշրջանում, հենց տարածաշրջանի կոնտեքստում ու մի քիչ ավելի տենց լայն։ Օրինակ, չգիտեմ, հասնենք Եգիպտոս։ Շնորհակալություն։ Շնորհակալություն հարցի համար։ Քանի որ խոսում ենք մեր թվականությունից առաջ երկրորդ հազարամյակի մասին Հայաստանի դիտանկյունից, պետք է նշել հետևյալը, որ Հայաստանը մեկուսի չէր անցնում այդ process-ներով եւ իր ամիջական հարևանությամբ գտնվող մեծ քաղաքակրթությունների, մշակույթների հետ ամիջական հարաբերությունների մեջ էր։ 15-13-րդ դարերը տարածաշրջանի համար ամենածաղկուն ժամանակաշրջանն է կարելի է համարել, որովհետև այստեղ ձևավորված էր բրոնզեդարյան, այսպես կոչված տնտեսական աշխարհ համակարգը, որտեղ գոյություն ուներ Եգիպտոսը, որպես այդ աշխարհ համակարգի կենտրոն, կար Միտանի թագավորությունը, միջագետքում կային Բաբելոնը, կար Ասուրը, կային այլ թագավորություններ, Մարին, Փոքր Ասիայում ձևավորում էր խետական թագավորությունը, որը իր հզորության կակատնակետին հենց հասնում է ուշ բրոնզեդարյան ժամանակաշրջանում, եւ երբ համեմատում ենք Հայաստանի սոցիալական լանդշաֆտը 15-13-րդ դարերում հարևան մշակույթների համարժեք իրողությունների հետ, ստանում ենք հետևյալ պատկերը։ Ուրեմն եգիպտամիտանիական մշակութա-քաղաքական դաշինքը, որը Ախոյան էր, որի հիմնական հակառակորդը խետական պետությունն էր, կոնտակտները հաստատել հայկական լեռնաշխարհի Կուրարաքսյան միջագետքի առաջնորդների հետ, իդեմս ասենք Ճաշենի, Լոռիպերտի, Մեծամորի նման հուշարձանների ընձեռած տվյալներով, եւ այդ սոցիալական լանդշաֆտում այդ մարդիկ, որոնք որ թաղվել են այդ կարգերով, սայլերով, դրանց մասին դեռևս կխոսենք, ունեցել են այնպիսի կարգավիճակ, որոնք եղել են ոչ միայն ճանաչելի, այլ եղել են նաև գործընկերներ, որովհետև ըստ երևույթին այս տարածաշրջանից արտահանվել է որոշակի ռեսուրսներ, դրանք մետաղներ, դրանք վառելափայտներ, դրանք գուցե տեքստիլ արտադրության համար նախատեսված նյութերն էին, բուրդը եւ այլն, իսկ դրանք փոխարինվում էին առաջավորասիական
պետությունների առաջնորդների կողմից տված նվերներով, որոնք միաժամանակ հանդես էր գալիս որպես այդ տեղի իշխանությունների ճանաչման ինչ-որ մի խորհրդանիշ։ Լճաշենի, Լոռիպերտի, Մեծամորի, Վերին նավերի, Արտիկի եւ Հայաստանի Հանրապետության տարածքում Վրաստանում կամ բազմաթիվ հուշարձաններ տարածքում հայտնաբերվել են միտանիական ծագման կնիկներ, բաբելական ծագման իրեր, եգիպտական ոճով ընդօրինակված ոսկե առարկաներ եւ այլն, որոնք խոսում են ոչ միայն առևտրական կապերի մասին այդ բրոնզեդարյան աշխարհամակարգում, այլ նաեւ խոսում են տեղի սոցիալական լանդշաֆտում այդ առաջնորդների կարևոր դերի եւ Հայաստանի ներքին աշխարհամակարգի մեջ այդ տեղի առաջնորդների հիերարխիայի կոնկրետ ձևավորված հիերարխիկ կառուցվածքի մասին։ Ըստ եթե ամփոփենք այս առաջին հատվածը սոցիալական լանդշաֆտի ուշբրոնզեդարյան սոցիալական լանդշաֆտի մեջ մենք տեսնում ենք հետեւյալ պատկերը, որ գոյություն ուներ էլիտա 15-13-րդ դարերում, որոնք ունեին իրենց յուրաքանչյուր համայնք ուներ ռեսուրսների տիրապետման, ռեսուրսների կառավարման իր աղբյուրները, Արարատյան դաշտի կենտրոնական հուշարձաններից, օրինակ Մեծամորը կամ Վերին նավերը, դրանք առևտրական ճանապարհների, մետաղամշակության կենտրոնների հաշվին Մեծամորը մասնավորապես կենտրոններ էին, որոնց առաջնորդները զբաղված էին ըստ երևույթին առևտրական խաշմերուկի կազմակերպման կառավարման process-ով։ Այնուհետև օրինակ տեսնում ենք Լճաշենի հուշարձանը, Լճաշենի համայնքը, որը Գեղարքունիքիում Սևանի ավազանում գտնվող առևտրական ճանապարհի վրա էր գտնվում եւ իր տիրապետության տակ ուներ Մարմարիկի հովտում գտնվող մետաղահանքերը եւ շնորհիվ այդ մետաղահանքերի տիրապետման առևտրական ճանապարհի Հրազդան կետի ակունքների շուրջ տեղադրված լինելու, տեղակայված լինելու հանգամանքի այդ ուշբրոնզեդարյան ներքին Հայաստանի ներքին աշխարհամակարգում բարձրանում է, ստանում է առաջնահերթ կարգավիճակ։ Նույնը տեսնում ենք ենթադրենք Լոռիում, Լոռիպերտի հուշարձանի պարագայում։ Այստեղ տեսնում ենք մեծ թվով պեղված համալիրներ, որոնց մեջ առանձնանում են այդ հատկանիշներով թաղումները։ Սակայն տեսնում ենք նաև ռանգով ավելի ցածր հիերարխիկ այդ համակարգում ռանգով ավելի ցածր համայնքներ, որոնք ընդօրինակելով առաջին մակարդակում տեղադրված համայնքների առաջնորդների կենսակերպը, թաղման ծեսը եւ այլն, սակայն տիրապետում էին ռեսուրսների ավելի սահմանափակ քանակության եւ իրենց համայնքները իրենց ծավալով, դամբարաններում նյութի տեղակայման հարստությամբ եւ այլնով ավելի համեստ են։ Օրինակ համեմատենք Քեթիի դամբարանները Շիրակի մարզում գտնվող, որը գտնվում է Շիրակի լեռների հարավահայաց լանջերին, որը միաժամանակ բնական խոչընդոտ է հանդիսանում Շիրակի դաշտի եւ Աշոտսկի դաշտի միջև եւ այդ ճանապարհը, որը անցնում է Լեռնանցքով, որը ժամանակակից նաև Լեռնանցքն է, Քեթիի համայնքի առաջնորդները ըստ երևույթին կառավարել են այդ Լեռնանցքը եւ շնորհիվ այդ սահմանափակ ռեսուրսի նույնպես ձեռք են բերել էլիտարության որոշակի հատկանիշներ եւ այդտեղ թաղված առաջնորդը ճիշտ է թաղված է փոքր կարգի հետ, բայց թաղված է կարգի հետ, կարգի ուղեկցությամբ, այսինքն սա այդ համընդհանուր հատկանիշի ընդօրինակման, համընդհանուր հատկանիշի լոկալ դրսևորման սիստեմ է։ Բացի դրանից հարցին անդրադառնանք, բացի դրանից սոցիալական լանդշաֆտում ըստ թաղման քույքի տվյալների եւ ամրոցներից պեղված միջնաբերդերից պեղված տվյալների հնարավոր է առանձնացնել նաեւ արհեստավորական գործառույթներով օժտված արդեն պրոֆեսիոնալ մարդկանց խումբ, մետաղագործների, փայտագործների, որմնադիրների, կավագործների, ոսկերիչների, այսինքն այս կյանքի այս ոլորտը կազմակերպող այն պրոֆեսիոնալ խմբերը առանձնանում են ոչ միայն վերջնական արտադրանքի տեսքով, որ մենք ունենք բրոնզից պատրաստված արձանախումբ կամ բրոնզից պատրաստված սուր, կացին եւ այլն, այլ նաեւ տեսնում ենք թաղումներ, անհատների թաղումներ, որտեղ տեղակայված են արհեստավորի աշխատանքային գործիքները նույնպես։
Այսինքն համայնքի ներսում այդ առաջնորդ այդ արհեստավորը այնքան կարևոր դիրք է զբաղեցրել, որ թաղման ծեսում ինքը պետք է թաղման անդրաշխարհ տեղափոխվելիս ինքը պետք է իր կարգավիճակը պահպաներ եւ իր հետ տեղադրվեր այն աշխատանքային գործիքների ողջ համակազմը, ինչը ինքը ունեցել է իր կյանքի աշխատանքային գործունեության ընթացքում, որովհետեւ հաջորդիվ վերականգնվի իր սոցիալական դիրքը այնպես, ինչպես եղել է այս կյանքում։ Այսինքն սոցիալական լանդշաֆտի, սոցիալական հասարակության սոցիալական կառուցվածքի հետազոտությունը երբեմն բարեբախտություններ ենք ունենում նմանատիպ համալիրներ պեղելու եւ մի օրինակ բերեմ իմ նախավերջի տարվա պեղումներից մենք պեղեցինք մի դամբարան Լեռնակերտի համայնքում, որտեղ բացվեց մանկահասակ երկու երեխայի թաղում, որոնց հետ տեղադրված էր ուրեմն կենտանական վեգերի մի մեծ համակազմ, վեգերը դրանք մանր եղջերավոր անասունների վերջույթների ձևավորող ոսկորներ են, որոնք ժողովրդի մեջ հայտնի են որպես ճան անունով եւ անգամ վերջին տարիներին դրանք օգտագործվում էին գուշակությունների կամ խաղերի մեջ, մեծերին որ հարցնեն գյուղերում դա շատ տարածված երևույթ է ճան գցելը։ Եվ այդ դամբարանում փաստագրվեց 64 նմանատիպ ոսկոր եւ հավասարաչափ աճ եւ ցախ բաժանմամբ։ Դրանից բացի հայտնաբերվեցին քարից իրեր, կավից պատրաստված շերեփ, փոքրիկ անոթներ, որոնք ունեին հատուկ պարունակություն, որոնք դեռ հետազոտման մեջ են իհարկե։ Ուրեմն այս առարկաների այս համակազմը առաջին հերթին իսկ պարզ է դառնում, որ ուտիլիտար ինչ-որ մի համակազմ չէ։ Եվ մենք պարզ է, որ դա թաղման ծեսում համայնքի պերիֆերիկ անդամների թաղում չէ, այլ իրենից ներկայացնում է որոշակի սոցիալական ծանրաբեռնվածություն ունեցող խմբի ներկայացուցիչի թաղում։ Եվ համեմատություն անելով ամրոցներում, համաժամանակյա ամրոցներում պեղված այն համալիրների հետ, որտեղից առկա է նույնպես մեծ քանակությամբ վեգեր, հայտնի են քարե այդ աշխատանքային գործիքներ, որոնք բնորոշվել են որպես սրբարաններ, տաճարներ, եւ պարզ է դառնում, որ այս թաղված երեխաները Լեռնակերտի դամբարանադաշտում կարող են լինել համայնքի հոգեվոր կյանքը սպասարկող գուշակություններ անող կամ սովորող գուշակություններ սովորողներ, այսպես ասենք, որոնք ինչ-ինչ պատճառներով մահացել են եւ իրենց թաղման ծեսում առաջին հերթին անհրաժեշտ էր տեղադրել իրենց սոցիալական կարգավիճակը համայնքում ունեցած ցուցադրելով դնել այդ գույքը, որովհետեւ վերջիններս պահպանեն իրենց սոցիալական դիրքը հաջորդ ժամանակաշրջանների համար։ Այսինքն նմանատիպ իրավիճակները, որոնք 1-2 դեպքով են բացահայտվում, այդ սոցիալական լանդշաֆտն են ձևավորում եւ մենք հնարավորություն ենք ունենում դրանց միջոցով արդեն ավելի լայն տեսադաշտ ունենալ 15-13-րդ դարերի հասարակությունների կառուցվածքի մասին։ Շնորհակալություն, ձեր հարցը։ Մշակութային մասը մի փոքր հարցը կիսատ մնաց, ինչ էի ուզում ասել, եթե այդ մշակույթը դամբարանում թաղման մշակույթը բավականին ինտենս մշակույթ է, այսինքն ինչ որ կոմունիկացիան շատ ինտենս, շատ ակտիվ պետք է լինի, որ կարողանաս, չգիտեմ, եթե կենտրոնի Եգիպտոսից ինֆլուենս անես Հայաստանում, որ թաղումները տենց անեն։ Այսինքն կոմունիկացիայի տեսանկյունից, մշակույթի փոխանցման տեսանկյունից ենթադրվում է, որ այդ հարաբերությունները շատ ակտիվ են եղել, այսինքն տարին մեկ որ գաս չես կարող ինֆլուենս անես։ Այդ գործիքակազմում պրոցեսները ոնց են այդ ինֆլուենսը, ինքը արդյոք կենտրոնից է եկել, թե ուրիշ տեղից է եկել այդ դամբարանում թաղելու մշակույթը, չգիտեմ, չեն վառում, բան չնամ, այս դամբարանում են թաղում, այսինքն այդ գիծը կա, չէ՞, նույն կենտրոնի Եգիպտոսի հետ։ Հետաքրքիր այդ կոմունիկացիայի ձևերը, ասում ենք, որ տնտեսական ինչ որ կոմունիկացիա են եղել, բայց իրանք բավականին ուրեմն շատ ակտիվ են եղել, որը զարմանալի է այդ ժամանակաշրջանի համար, հաշվի առնելով, որ դեռ այդպիսի բաներ չկային, հա, կոմունիկացիայի ակտիվ միջոցներ, ու այդ ակտիվությունը իրոք օրինակ ինչ միջոցներ կային, ոնց էին բանում, այդ մասը մի քիչ մանրամասն է։ Շատ շնորհակալություն շատ հետաքրքիր հարցի համար։ Ուրեմն, երբ մենք խոսում ենք բրոնզեդարյան այդ աշխարհ համակարգի մասին, այստեղ գոյություն ունեն առևտրական ճանապարհներ, որոնք ձևավորվել էին թերևս շատ վաղուց։ Եվ այդ առևտրական ճանապարհների քննարկումը, աշխարհագրությունը հնարավոր է ուրվագծել այդ ընդհանրենք մեր տարածաշրջանում։ Հնարավոր է ուրվագծվել ներկրված առարկաների
տեղորոշման քարտեզագրմամբ։ Հիմա կոնկրետ օրինակով բերեմ եւ ավելի մեծացնենք հարցի տեսադաշտը։ Ասացինք, որ Հայաստանի մի շարք հնագիտական հուշարձաններում փաստագրվում են միտանիական ծագման կնիքներ։ Դրանք ամենահյուսիսում հասնում են մինչև Վրաստանի տարածք, Պեշտաշեն եւ այլն, արևելքում հասնում են մինչև Մինգեչհաուրի Չերամբարի շրջաններ, հարավում եւ առկա են բազմաթիվ օրինակներով Հայաստանի Հանրապետության տարածքում։ Հիմա երբ մենք տեղակայում ենք այդ կնիքները, ստանում ենք հետևյալ պատկերը։ Մեծ քանակությամբ խտացում կա, ընդհանրենք առաջավոր ասիական ծագման իրերի մեծամոլում, բաբելական կնիքի, կասիտական կնիքի եւ այլնի տեսքով, այնուհետև տեսնում ենք էլամական ծագման առարկա վերին նավերում։ Տեսնում ենք միտանիական ծագման առարկա Լճաշենում։ Տեսնում ենք միտանիական կնիքներ Գավառում, տեսնում ենք միտանիական կնիքներ Կարաջամիրլիում, որը Սևանից արևելք ընկած տարածքում է։ Տեսնում ենք միտանիական կնիքներ Մինգեչհաուրի Չերամբարի տարածքի բնորոշեդարյան հուշարձաններում։ Այսինքն քարտեզագրելով այդ կնիքների հայտնաբերման ուղին, մենք կարողանում ենք մոտավորապես որոշել բրոնզեդարյան առևտրական այն ճանապարհը, որով որ դա անցել է։ Մեկ այլ օրինակ բերենք։ Վերցնելով առևտրական համակարգի կենտրոն որպես Արարատյան դաշտը, եւ նայելով դեպի հյուսիս տարածվող կնիքների աշխարհագրությունը, ստանում ենք հետեւյալ պատկերը։ Արարատյան դաշտից Մեծամորից վերին նավերից հետո տեսնում ենք Շամիրամիտ Արուչի տարածքում միտանիական կնիք, այնուհետև կնիքների որոշակի ինտերվալի բացակայություն կա չհետազոտված դնելու պատճառով այդ Արագազի լանջերում, տեսնում ենք Շիրակում Հառիչի Արտիկի տեսքով, որտեղ առկա է մոտավորապես 5 միտանիական կնիք, որը ամենամեծ ընտրույթներից մեկն է, այնուհետև նայելով Արագազի արևելյան լանջերին տեսնում ենք Գեղարոտի ամրոցի տաճարից միտանիական 2 կնիք, այնուհետև տեսնում ենք Լոռի-Բերդի տամբարանադաշտում եւ Լոռիից ավելի հյուսիս ընկած հատվածներում։ Եվ համեմատում ենք ժամանակակից գործուն բանուկ ճանապարհների հետ, տեսնում ենք, որ այդ առևտրական ճանապարհները կրկնվում են ժամանակակից ճանապարհների հետ։ Եվ երբ համեմատում ենք, դուրս ենք բերում ավելի մեծ, երբ համեմատում ենք ավելի մեծ կոնտեքստով այդ հարցադրումը, տեսնում ենք, որ այդ առևտրական ճանապարհները նույն կոմունիկացիոն նույն ուղիներն են, ինչ գործել են եւ միջնադարում, եւ մեր օրերում, այսինքն ճանապարհը մեկ անգամ հայտնագործվելուց, չէ, Մետաքսի ճանապարհի մասին չի, այլ այդ առաջավոր Ասիայից դեպի Հայաստան Արաքսի հովտով, Նախիջևանով բարձրացող առևտրական ճանապարհի մասին է, որը հեշտ վերակազմելի է եւ դրա մասին բազմաթիվ հետազոտողներ Մանանձյանը եւ այլ խոսել են։ Ուրեմն ինչպես է առաջավոր Ասիայից իրերը հասել մեր մոտ, դա կարող է լինել ինչպես միջնորդավորված առևտրի կամ միջնորդավորված կապերի եղանակով, այնպես էլ ուղիղ կապերի եղանակով։ Քանի որ մենք գործ ունենք կենտանի համակարգի հետ, առևտրական համակարգի հետ, որտեղ մի տարածաշրջանը հանդես էր գալիս ռեսուրսի մատակարար, իսկ մյուս տարածաշրջանը այդ ռեսուրսի պատվիրատու, նշանակում է, որ դրանց միջև կապը այնքան ակտիվ եւ այնքան ինտենսիվ է եղել, որ մենք կարող ենք խոսել մի այլ մասնավոր դեպքի մասին, օրինակ Թուրքիայի ծովափնյա ափերում հայտնաբերվել էր Ուրլուբուրումի նավը, որը ուշ բրոնզեդարյան այդ առևտրական համակարգի լավագույն օրինակներից մեկն է։ Այս նավը ջրասույզ է եղել եւ պեղվելով 70-ական թվականներին հետագայում վերականգնվել, ցուցադրվել եւ անգամ գիտափորձեր են կատարվել դրա հետ կապված, փաստագրվել է, որ այս նավի վրա առկա են Կիպրոսյան, առկա են եգիպտական, լևանտյան, միկենյան ծագման առարկաներ, որ նավը միջերկրական ծովի ավազանով, ափերով առևտրական հարաբերություններ ունենալով կապել է երկրները միմյանց հետ։ Եվ հենց այդ հանգամանքն է միմյանց հետ խիստ կապված, ինտեգրված առևտրական հանգամանքն է եղել ուշ բրոնզեդարյան կայունության այն հիմքը, որի փլուզումից հետո այդ համակարգի փլուզումից հետո տրանսֆորմացվում է ամբողջ առաջավոր Ասիայի քաղաքական, մշակութային, տնտեսական պատմությունը։ Այդ ուշ բրոնզեդարյան կոլապսը, որը արևմտյան գրականության մեջ շատ մեծ հետազոտված թեմա է, հանգեցնում է մի քանի կայսրությունների փլուզման։ Առաջավոր Ասիայում, ինչպես դրանք բազմաթիվ են,
այդ 13-րդ դարում Առաջավոր Ասիայում տեղի ունեցող process-ները այդ առևտրական համակարգի մեջ առաջանում է ռեսուրսների ավելցուկային կուտակում, որի պատճառով ավելի շատ արտադրվում է, քան յուրացվում է։ Ինֆլյացիա է տեղ ունենում, այլ կերպ ասած, բրոնզի հումքի գլխավոր արտահանվող հումքներ։ Դրանք գումարվում են նաև այլ ասպեկտներ։ Մենք մեր այսօրվա բանախոսության երրորդ թեման հասարակության տրանսֆորմացիաների վրա ազդող գործոններն է։ Սահուն կերպով ոնց որ ինտեգրվեց այս հարցի մեջ, եւ այդ գործոնները բազմաթիվ են։ Քաղաքական, մշակութային, կլիմայական եւ այլ գործոններ հանգեցնում են ուշ բրոնզեդարյան այդ առևտրական կայուն համակարգի փլուզմանը։ Տեսեք, կլիմայական հետազոտություններ են առկա Եփրատի ավազանի հուշարձաններում, Վանա լճի ավազանի հուշարձաններում, Փոքր Ասիայի կենտրոնում գտնվող հուշարձաններում եւ այլ տարածքներում, որտեղ ցույց են տալիս, որ կլիմայի փոփոխություն է եղել այդ ժամանակահատվածում, չէ, հակառակ սառեցում, որի պատճառով նաեւ միջերկրական ծովի ավազանի երկրներում, որի պատճառով սկսվում է ժողովուրդների տեղաշարժ։ Գրավոր աղբյուրներում մեծ հայտնի ծովի ժողովուրդների այդ տեղաշարժը, որոնք հիշատակվում են եգիպտական տեքստերում եւ այլն, պատճառ է դառնում այդ հետևանք է այդ չորացումների, հետևանք է կլիմայական փոփոխությունների, որոնք իրենց հետ շղթայաբար բերում են որոշակի գործողություններ, որոնք հանգեցնում են Առաջավոր Ասիայում արդեն իսկ խարխլվող տնտեսական այդ համակարգի փլուզմանը։ Այսինքն մի քանի գործոններ են իրար վրա գումարվում եւ մենք տեսնում ենք այդ համակարգի առևտրական համակարգի փլուզումը, որից հետո սկսվում է արդեն մի նոր կայունության լռության ժամանակաշրջան, այսպես ասենք, որից հետո գալիս է երկաթի դարը իր ռազմականացված կայսրություններով, Ասորեստանով, Ուրարտուով եւ այլնով, որոնք դառնում են արդեն տարածաշրջանի քաղաքական նոր համակարգի ձևավորողները։ Այսինքն ուշ բրոնզեդարյան այդ սոցիալական լանդշաֆտի տրոհումը ուշ բրոնզեդարյան ժամանակաշրջանը 15-ից 13-րդ դարերն են։ Եվ եթե մենք մասնավորացնենք այդ ուշ բրոնզեդարյան կոլապսը, ճգնաժամը Հայաստանի հուշարձանների տվյալների շնորհիվ միջոցով ստանում ենք հետևյալ, այս հարցը շատ քիչ է դեռևս հնագիտորեն հետազոտված եւ նախնական դիտարկումներ են սրանք։ Ուշ բրոնզեդարյան լճաշենում օրինակ կյանքի ծաղկման ժամանակաշրջանը 15-14-րդ դարերն են, սակայն 13-րդ դարին վերաբերվող թաղումներ լճաշենում այլևս չեն հանդիպում։ Այն պարագայում, երբ 15-14-րդ դարերի թաղումները դրանք հարյուրավորների են, 400, 500 եւ այլն։ Ինչ է տեղի ունենում, այս հարցի պատասխանը թաքնված է հուշարձանի հայտնաբերման պատմության մեջ։ Երբ Լճաշենի հուշարձանը հայտնաբերվում է այն ժամանակ, երբ խորհրդային միության տարիներին 50-ական թվականներին որոշվում է արհեստականորեն իջեցնել Սևանա լճի մակարդակը։ Մոտավորապես 3 մետր իջեցնելուց հետո Սևանի հատվածում բացում է մոտավորապես 10 կիլոմետր երկարությամբ, ներողություն 3 կիլոմետր երկարությամբ ափը, որը բացում է բրոնզեդարյան դամբարանները, որոնք ծածկված են, որտեղ 14-րդ դարից անդին այլևս թաղումներ չի կատարվել։ Այսինքն այս ժամանակաշրջանում հետագայում երկրաբանները նույնպես այդ հանգամանքների մասին սկսում են խոսել, որ 13-րդ դարում տեղի ունենում լուրջ փոփոխություններ միջավայրային, որտեղ Սևանա լճի մակարդակը բարձրանում է եւ բնակչությունը սկսում է տեղափոխվել, ամրոցները լքվում են, դամբարանադաշտը հայտնվում է ջրի տակ եւ բարձր լեռնային գոտու բնակչությունը սկսում է աստիճանաբար տեղափոխվել Արարատյան դաշտ։ Եվ այս նույն ժամանակաշրջանում 13-12-րդ դարերում, երբ Լճաշենը ջրասույզ է լինում, բնակչության թվաքանակը նվազում է, ամրոցներում կյանքը ընդհատվում է, Շիրակում տեսնում ենք էլի բնակչության թվաքանակի նվազում, նույնը տեսնում ենք Արտիգի դամբարանադաշտում, որտեղ 640 պեղված դամբարաններից երկաթեդարյան 13-րդ դարին շատ քիչ դամբարաններ են վերաբերվում։ Եվ դրա փոխարեն մենք տեսնում ենք մեծ թվով բնակչության կենտրոնացում Արարատյան դաշտի մի շարք քաղաքական կենտրոններում, այսինքն տեղի ունեցում ինչ-որ ագրեգացիա Շամիրամի, Մեծամորի, Դվինի նման հուշարձանների տարածքում, որտեղ սկսվում են կուտակվել գուցե եւ դա հետագա իզոտոպային հետազոտությունների արդյունքում պարզ կդառնա, կուտակվել մեծ թվով բնակչություն,
Օրինակ Շամիրամի դամբարանադաշտում մեր ավագ գործընկերների հետազոտությամբ փաստվել է ավելի քան 5000 դամբարան երկաթեդարյան ժամանակաշրջանի, իսկ դա այդ ժամանակաշրջանի համար խոշորագույն ուրբանիստական կենտրոն է ենթադրում։ Դվինը, Մեծամորը նույնպես նմանատիպ տվյալներ են տալիս։ Այսինքն այդ ուշբրոնզեդարյան կոլապսը, ուշբրոնզեդարյան քաղաքական մշակութային ճգնաժամը մի կողմից հանգեցնում է գոյություն ունեցող աշխարհ համակարգի փլուզմանը իր տնտեսական ծեփագրային մշակույթի անկումով, կրոնական բազմաթիվ երևույթների անկումով, մյուս կողմից խտան է հանդիսանում նոր իրողությունների ձևավորմանը, երկաթի հայտնաբերմանը, դրա հետ կապված սոցիալական փոփոխություններին, հասարակության ռազմականացման process-ներին եւ այլն։ Սոցիալական լանդշաֆտի ձևափոխության այդ հանգամանքները քննելիս մենք տեսնում ենք, որ 12-րդ դարից հետո սկսվում է ձևավորվել այդ ամրոցների կուռ համակարգը եւ դրանց զուգահեռ դրանց միջավայրում ձևավորվող դամբարանադաշտերում տեսնում ենք զինակիր տղամարդկանց քանակի կտրուկ ավելացում։ Երբ մենք վիճակագրական տվյալներով այդ հետազոտությունը բերում ենք վիճակագրության դաշտ, օրինակ իմ ավագ գործընկերներից Պավել Ավետիսյանն է այդ հարցերով զբաղվել, հետազոտում են հետևյալ դամբարանադաշտերը՝ Թալինի եւ Հոռոմի դամբարանադաշտերի, հետագայում Մաստարան ենք ավելացնում եւ մի քանի այլ երկաթեդարյան դամբարաններ։ Տեսնում ենք հետևյալ պատկերը, որ 12-րդ դարից սկսած հասարակության ներսում տեղի ունեցող այդ ձևափոխությունների հետևանքով երկաթի հայտնաբերումով պայմանավորված խորը շերտավորումների պատճառով հասարակությունը ռազմականանում է եւ գրեթե ամեն երկրորդ դամբարանում երկաթեդարյան սկսում են հանդիպել զենքի այս կամ այն տեսականին եւ հիմնականում ըստ վիճակագրական ուրեմն կոմբինացիաների դրանք 25-ից 35 տարեկան, այսինքն ամենամարտունակ տարիքին վերաբերվող տղամարդկանց թաղումներում է դա հանդիպում։ Այլ հարց է թե այդ դամբարաններում հայտնաբերված գմախների ախտաբանական հետազոտությունը ինչ է տալիս կան, արդյոք վնասվածքներ կան, արդյոք տրավմաներ, որոնք կռվի հետևանք են եւ այլն, դրանք արդեն մարտաբաններն են անում, որոնք մեզ տալիս են վերակազմության գլխավոր գործիքները։ Տարօրինակ չի, որ 25-ից 30 թե 35 ասացիք։ 35։ Այդ տարօրինակ չի, որ հենց 25-ից, որովհետև ոնց որ քանի տարի են ապրել ու իրանք ոնց որ շուտ են զարգացել, այսինքն 18 տարեկան եւ իսկ ասած պետք է արդեն ռազմական գործողությունների ուղղել, բայց 25 ինչ փոքր շատ ավելի մանկուց են սկսել ռազմական պատասխանատվությունը։ բայց հենց ինչու են հենց 25-ից գտել, այսինքն այդ ոնց է բացատրում էլի այն մյուս մանկուց որ չկա 25-ից 35 եք ասում։ Նայեք, հասարակության այդ հատվածի հետազոտությունը երկրորդադարյան հատվածի ցույց է տալիս նաև հետևյալ պատկերը, որ համայնքի ներսում, եթե համեմատում ենք ուշբրոնզեդարյան ժամանակաշրջանի հետ, առանձնաշնորհյալությունը այլևս այդ գույքային թաղումներով չէր ուղեկցվում, սայլերի, կառքերի տեսքով։ Այստեղ առանձնաշնորհյալության կարգավիճակը փոխվում է նաև տարիքային, գումարվում է դրան տարիքային հատկանիշը եւ արդեն 45-50 տարեկան անհատները համայնքի ներսում դառնում էին համայնքի ավագները եւ այդ տարիքի մարդկանց թաղումներում մենք տեսնում ենք գավազանագլուխներ, տեսնում ենք իշխանության խորհրդանշաններ եւ այլն, ավելի երիտասարդ տարիքի մարդկանց մեջ չենք տեսնում։ Եվ եթե նայում ենք սկզբին այդ սանդղակի հետևյալն է պատկերը։ Ըստ երևույթին համայնքի ներսում գոյություն է ունեցել ինիցիացիոն ինչ-որ process-ներ, որովհետև երկաթեդարյան դամբարանադաշտերում մենք չունենք մանկական թաղումներ, փաստագրված դամբարանադաշտերում, Թալինի, Մաստարայի, Հոռոմի ընտրույթներում մեր գործընկերները, մարտաբանները չեն ֆիքսել այդ պեղված համալիրներում մանկական թաղումներ։ Դա նշանակում է, որ կամ մի դեպքում դեռևս պեղման անհրաժեշտություն կա, որը չպետք է բացառենք վերակազմություններ անելուց առաջ։ Երկրորդ բացատրությունը գոյություն է ունեցել ըստ երևույթին ինչ-որ ինիցիացիոն ծեսեր, որոնց հաղթահարած տղամարդիկ 18 տարեկանից հետո նոր իրավունք էին ստանում մասնակցել ռազմական գործողությունների։ Ուրեմն երկաթեդարյան այդ ժամանակաշրջանի թաղման ծեսից դուրս բերվող այդ տվյալները դառնում են առաջնային նաև այդ հարցերը պարզաբանելու, վերակազմելու պարագայում։ Ուրեմն եթե հարցը մասամբ կամ ամբողջությամբ ծածկեց, ուզում եմ շարունակել այդ թեման բացել,
Ուրեմն հասարակության տրանսֆորմացիոն գործընթացների մեջ երկաթի դարում շատ էական տեղ է զբաղեցնում այդ հենց էլիտայի ձևափոխությունները, որի մասին հպանցիկ ասեցի, եթե ուշ բրոնզեդարյան ժամանակաշրջանում դա արտահայտվում էր սայլերի կարգերի ուղեկցությամբ հարուստ ուղեկցող գույքով թաղումներում, որոնք համայնքի ներսում կազմում էին 10-12 դամբարաններ, այսինքն մի սերունդ, երկու սերունդ հաջորդափոխվող մարդկանց դամբարաններ են, ապա երկաթե դարում կարող է փոխված լինել այդ հաջորդափոխման համակարգը, որովհետև եթե համեմատում ենք Հոռոմի կամ Թալինի դամբարանադաշտը նախորդող ուշ բրոնզեդարյան Լճաշենի Լոռիպերտի դամբարանադաշտերի հետ արդեն վիճակագրական տվյալներով, պատկերը հետևյալն է, որ ավելի մեծ տարիք ունեցողները երկաթեդարյան դամբարանադաշտերում, համայնքներում, այսինքն ունեցել են ավագ կարգավիճակ եւ դրանց հետ չի ուղեկցվել այլևս փոխադրամիջոցներ։ Փոխադրամիջոցները մեր այսօրվա խոսակցության մեկ այլ թեման են, մինչև սփոյլ չանենք այս հատվածը, ուրեմն նշենք, որ դա փոխակերպվում է նույնպես այդ ձևափոխությունները հանգեցնում են նաեւ թաղման ծեսում սոցիալական կարգավիճակի արտահայտման մասին ունեցած պատկերացումները։ Եթե ուշ բրոնզեդարյան այդ ծաղկման ժամանակաշրջանում իշխանության արտահայտման համար անհրաժեշտ էր համայնքի առաջնորդին թաղել ամբողջ ուղեկցող գույքի այնինչ անհրաժեշտ էր սայլը, կարգը, ծիսական պատվանդանները, զենքը, զրահը եւ այլն, եւ ոչինչ չթողնել հաջորդ եկող առաջնորդին, ապա եւ այսինքն ամբողջ համայնքի ռեսուրսը, ձեռք բերված ռեսուրսը տեղադրվում էր գերեզմանում, դամբարանում եւ դա դառնում էր կորսված ռեսուրս եւ հաջորդ սերունդը գալու էր արդեն նորից այդ ռեսուրսները ստեղծելու ճանապարհով։ Ուրեմն այդ ռեսուրսներն այնքան դժվար ձեռք բերվող իրեր էին, որոնց մասին հիմա կներկայացնեմ, որ մեկ բրոնզեդարյան սերի արխայությունը արդեն իսկ խոսում էր տիրոջ որոշակի սոցիալական կարգավիճակի մասին։ Երկաթի դարում փոխվում է նաև այդ պատկերացումը, այսպես ասած ափսոսում են եւ այդ գույքը, ուշ բրոնզեդարյան թաղման գույքը սկսվում է չներդնվել թաղման ծեսի մեջ, այլ դառնում է համայնքի կենսագործունեության, պաշտպանության եւ այլ պրոցեսները կազմակերպող ռեսուրս եւ մենք այդ մնացած հանգամանքները հաշվի առնելով նույնպես տեսնում ենք, որ այդ ռեսուրսները սկսում են օգտագործվել կյանքում կենցաղում եւ հասարակությունը դառնում է ավելի առաջադեմ ուրբանիստական կենտրոններ։ Այդ թաղման ծեսի փոփոխությունը տեսնում ենք ճարտարապետության մեջ նույնպես, եթե ուշ բրոնզեդարյան ժամանակաշրջանում տեսնում ենք մեծ դամբարանաբլուրների տեսքով առաջնորդների թաղումներ, Քարաշամբի, Լոռիպերտի, Լճաշենի նմանատիպ թաղումներ, ապա երկաթի դարում դրանք ավելի համեստ չափերի են։ Անկամ համայնքի այդ առանձնաշնորհյալությունը, որը կարգավորվում են արդեն գավազանի գլուխների, գոտիների, զենքերի որոշակի տեսականու միջոցով, տեղադրվում էր այնպիսի դամբարաններում, որոնք բնորոշ էին համայնքի պերիֆերիկ անդամների դամբարաններին ևս։ Այսինքն թաղման արտաքին կառույցի ձևը այդ տարբերությունը արտահայտելու այլևս առաջնային չէր դառնում երկաթեդարյան համայնքների համար, այլ այստեղ փոխարինելու են գալիս այլ ասպեկտներ։ Երբ մենք խոսում ենք ուշ բրոնզեդարյան այդ հասարակությունների ձևափոխությունների, տրանսֆորմացիաների մասին, շատ էական է, ինչպես ասացինք, այդ ռեսուրսների տիրապետումը եւ դրանց բաշխումը։ Հասկանալը, թե ինչպես են դրանք տեղաբաշխել եւ ինչպես է համայնքի ներսում մեկ բրոնզե առարկան ներկայացրել սոցիալական որոշակի ծանրաբեռնվածություն, որովհետև ամեն դեպքում Հայաստանը լինելով պղնձի ելքերով հարուստ երկիր, ամեն դեպքում դրա մշակումը բազմաթիվ բարդ պրոցեսներով ուղեկցվող պրոցես էր, գործընթաց էր եւ համայնքում դրանցով զբաղվում էին շատ քիչ թվով արհեստավորներ եւ որոնք հիմնականում գտնվում էին համայնքի վերնախավի ուղիղ ազատության տիրապետության ներքո։ Ինչպես ենք մենք դա հասկանում, վերցնելով օրինակ Լճաշենի ամրոցը, որը պեղվել է 70-ական թվականներին, ամրոցի ներսում հայտնաբերվել են մետաղ ցուրելու վառարաններ Միջնաբերդում։
այդ վառարանը ըստ երևույթին վառարանը օգտագործվել է մետաղագործ վարպետների կողմից եւ մետաղաձուլարանների ամրոցի տարածքում գտնվելու հանգամանքը խոսում է, որ դրանք եղել են ամրոցի տերերի անմիջական հսկողության եւ ոճական թելադրանքի ներքո։ Եթե պատկերացնում եք ձուլման process-ը, դա շատ թունավոր process է, որովհետեւ արտահանվում են բազմաթիվ գազեր, արտահանվում են բազմաթիվ նյութեր, որոնք որ թունավոր են, process-ը շատ աշխատատար է, կեղտոտ process է, բրոնզեդարյան տեսակետից եւ այլն, այսինքն որպես կանոն դրանք հիմնականում լինում են այլ տարածքներում, համեմատական զուգահեռ օրինակներով լինում են ամրոցից դուրս գտնվող ավելի ոչ մարտաշատ վայրերում։ Սակայն ամրոցի ներսում դրա գտնվելու հանգամանքը խոսում է մեծ ռեսուրսների եւ այդ մետաղագործների իշխանության անմիջական թելադրության տակ լինելու հանգամանքի մասին։ Ուրեմն հասկանալու համար ուշբրոնզեդարյան հասարակությունների տնտեսական պոտենցիալը եւ դրանով վերակազմել հասարակության սոցիալական կազմը։ Մենք գործընկերներից հետ Իվան Սեմյանի, որը մեր հետ է հիմա, որոշեցինք հետազոտական մի նախագիծ իրականացնել, որը վերաբերվում է բրոնզեդարյան տեխնոլոգիաների վերակազմմանը։ Ինչ է դա նշանակում։ Երբ մենք հետազոտում ենք սոցիալական այս հարցերը, բրոնզեդարյան էլիտա, զինվոր, քուրմ, առևտրական եւ այլն, խոսել միայն դամբարաններից ընձեռած մարտաբանական տվյալներով համալրված կամ այլ դա բավարար չի։ Եվ մենք այդ վերակազմությունները, տեխնոլոգիական վերակազմությունները մենք փորձում ենք ուղեկցել այդ համայնքների արտադրած գույքի պատրաստման process-ի հետազոտությամբ եւ փորձենք վերականգնել այդ ընթացքը։ Մենք հնագիտության եւ ազգագրության ինստիտուտում ուրեմն գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ հիմնադրում ենք փորձարարական հետազոտության լաբորատորիա, որի նպատակն է հետազոտել Հայաստանի բրոնզեդարյան այդ տեխնոլոգիաները, հասկանալու համար տեղի ունեցած սոցիալական process-ները, դրանց միջոցով վերակազմել մեկ թրի պատրաստման համար ծախսվող աշխատուժը, ինչ քանակությամբ հումքեր պետք, որտեղից էր բերվում, ինչ քանակությամբ մարդեր դրա մեջ ներգրաված լինում, process արհեստավորի պատրաստվածությունը եւ այլն, եւ որպես օրինակներ վերցվում են Հայաստանի բրոնզեդարյան լավագույն բարտագույն, այսպես ասենք, բարդ նմուշները, օրինակ քննարկենք բրոնզեդարյան այս սուրը, որը Հայաստանի ուշ բրոնզեդարյան ժամանակաշրջանի մետաղագործության լավագույն օրինակներից մեկն է։ Սա այս սուրը ուրեմն պատրաստված է աուտենտիկ եղանակով, այնպես ինչպես պետք է պատրաստված լիներ բրոնզեդարյան սուրը, մետաղի ձուլման համապատասխան ջերմաստիճանի պահպանմամբ, փայտի համապատասխան հումքով, այն փայտը, որ օգտագործվել է դրա մեջ, օրիգինալ առարկան պատրաստելու մեջ, որովհետև կան գիտական համապատասխան հետազոտություններ, եւ այդ հետազոտությունները մեզ հնարավորություն են տալիս արդեն վերակազմելու այդ ողջ process-ը։ Նմանատիպ առարկաներ մենք պլանավորում ենք մի քանիսը վերակազմել Հայաստանի տարբեր հուշարձաններից, Արտիկից, Լոռիպերտից, Լճաշենից եւ այլ հուշարձաններից, որոնց նպատակն է արդեն ինչպես նշեցի, վերակազմել սրանց միջոցով հասարակության սոցիալական տնտեսական պոտենցիալը։ Ուրեմն արտաքին հայացքից երբ մենք նայում ենք, առարկան թվում է միաձույլ, որ բրոնզե կմախքը ձուլվել է մեկ անգամով, սակայն մանրամասն տեխնիկական հետազոտության պարագայում պարզ է դառնում, որ առարկան ձուլվել է շեղբը առանձին, այնուհետև շեղբը առանձին, այնուհետև բռնակը առանձին եւ դրանք ագուցվել են միմյանց հետ եւ փայտը դրա մեջ ագուցվել է ամենավերջում։ Եվ տեսնում ենք արդեն ձևավորված զարդարուն երակներ, որոնք միաժամանակ ունենալով գործառութային ֆունկցիա նաեւ դեկորատիվ որոշակի նշանակություն են ունեցել։ Ուրեմն բրոնզեդարյան այս տեխնոլոգիաների վերակազմումը մեզ ուղիղ հնարավորություն է տալիս մոտենալու այդ հասարակության սոցիալական կառուցվածքին։ Մի կողմից թաղման ծեսի վերակազմությունը, մյուս կողմից տվյալների մարտաբանական վերակազմությունը, մյուս կողմից այդ հասարակությունների ԴՆԹ վերակազմությունը եւ տեխնոլոգիաների վերակազմությունը մեզ քայլ առ քայլ մոտեցնում են Հայաստանի բրոնզեդարյան ժամանակաշրջանի
բրոնզեդարյան ժամանակաշրջանի սոցիալական պատկերի վերհանմանը, վաղ պետական կազմավորումներին, թագավորությունների պարզաբանմանը, իհարկե մենք գրավոր աղբյուրներ չունենք, սակայն ունենք հնարավորություն խոսելու դրանց գոյության մասին։